Ուրեմն մենք գտիմենք դեպի Միացյալ Նահանգներ, այս անգամ հայերենով շարունակելու այս հաղորդումը եւ ուրախ եմ ցեզի ներկայացնելու գարչ հարցազրույցը Հրակ Բալյանի հետ։ Հրակ Բալյան, բարև ձեզ։ Բարև։ Դուք հագամարտություններու լուծման խնդիրներու եւ բանակցություններու մասնակից եք։ Այսօր մենք կգտնվենք նոր իրավիճակի մեջ, որ մեզի հարցաթումներ կստեղծե Հայաստանի մեջ ստեղծվելիք իրավիճակի, այսինքն տարածաշրջանի մեջ Հայաստանի համար ստեղծվելիք նոր իրավիճակի մասին եւ այդ իրողությունը, որ այս Իրանի թեմ սանձազերծված պատերազմը գրնա անսպասելի հետևանքներ ունենալ բոլոր կողմերու համար եւ մասնավորապես շատ դգարացած Հայաստանի համար գուզեի ծեր գարձիկը առնել թե ինչ հետևանքներ կարելի է ենթադրել, որովհետեւ այսօր մեր միտքը ամեն ուղղությամբ պետք է աշխատի, ենթադրել թե Հայաստանի եւ տարածաշրջանի հավասարակշռությունը թեւի ուր պիտի դանի, որ ինչ տեսակի անհավասարակշռության պիտի դանի, մասնավորապես գիտնալով, որ տարածաշրջանի մեջ մեծ խաղացողներ կան եւ Հայաստանի հանդեպ ոչ բարիացակամ բան ունեցող, թիրքավորում ունեցող ուժեր գոյություն ունին, կմտածեմ մասնավորապես Թուրքիո եւ Ադրբեջանի մասին։ Այո։ Առաջին գեդը, որ պետք է նկատի առնենք, հետևյալն է։ Երբ Թրացի երկրի մեջ քաոս կստեղծվի պատերազմի պատճառով, առաջին արդյունքը, որ կրնանք սպասել, քաղաքտականներու ներխուժումն է Հայաստան, այսինքն ոչ միայն հայ քաղաքտականներու, ոչ միայն Իրանի հայ քաղաքտականներու, այլ իրանցիներու ընդհանրապես պիտի փորձեն երկրեն դուրս գալ, ինչպես որ մեկ երկրի գբադայի պատերազմի ընթացքին։ Բայց եւ գուսամ, որ Հայաստանը այդ ուղղությամբ պատրաստություններ կտեսնա անցյալ տարի, երբ հունիսին Իսրայել եւ ամերիկան գրգին առաջին անգամ զարգին Իրանի, նույնը պատահեցավ, քաղաքտականներ եկան Հայաստան մտան եւ ժամանակավորապես Հայաստան մնացին մի քանի ամիս եւ վերադարձան։ Գրեթե բոլորը վերադարձան իրենց տուները, երբ որ գացությունը հանդարտեցած։ Այս անգամ ես կխորհեմ, որ շատ ավելի լուրջ խնդրի մարջև կգտնվենք, որովհետեւ նախ հստակ նպատակ չէ որ կհետապնդվի այս պատերազմի ընթացքին։ Գահայդարարեն թե գուզեն ռեժիմը փոխել Իրանի մեջ եւ այլն, բայց ես ոչ մեկ երկրի մեջ ռեժիմի փոփոխություն չեմ տեսնար միան օտային ռմբակոծության միջոցով եւ ընդհանրապես երբ որ Թուրքիի աշխարհը երկրի մեջ ռեժիմ կփոխի, ադոր վերջը ընդհանրապես քաոս կստեղծի։ Ուրեմն Ամերիկայի եւ Իսրայելի, մանավանդ Իսրայելի նպատակը Իրանի մեջ ես խորիմ երկրի փլուզումը առաջացնել է եւ ոչ թե ռեժիմի փոփոխություն մեջտեղ բերել։ Ինչ կնշանակի երկրի փլուզում առաջացնել, ներքին հարցեր ստեղծել փոքրամասնություններու միջև Իրանի մեջ, քյուրդերու, ազերիներու, իրանցիներու, բալուչներու, արաբներու եւ այլն։ Ուրեմն հողը շատ բարարդ է ներքին հարցերու, եթե դուրսեն խառնողը լա եւ արդյունքը ուրեմն ասսկա երկիրի 80-90 միլիոն ժողովուրդ ունեցող երկիրը գրնա pedagogiczne փլուզվել երկրի մեջ նվազագույնը մեծ քաոս ստեղծել։ Հիմա
Երբ նկատի առնենք, թե դարաշրջանի մեջ Իրաք, Սուրիա, երբ որ քաոս ստեղծվեցավ ներքին բادرազներու պատճառով անցյալ 20 տարվա ընթացքին, ինչ ուրիշ ուրեմն թեփքեր սկսան մեջտեղ կալ։ Նկատի ունիմ Սուրիա, Իրաքի քիչ ավելի հին է, Սուրիո մասին խոսենք 2010-ական թվականներում 13-14-ի 15-ի ընթացքին, երբ ուրեմն ներքին պատերազմը սաստկացավ, 2-3 միլիոն քաղաքական ուրեմն Սուրիայում փախան եւ մտան Թուրքիա, նաեւ անշուշտ Լիբանան եւ Հորդանան եւ Իրաք անցան, բայց ամենամեծ թիվը անցան Թուրքիո սահմանները եւ Թուրքիո հարավը մինչեւ նույնիսկ Իստանբուլ հաստատվեցան։ Թուրքիան փորձեց այդ ուրեմն քաղաքականներու հոսքը թեպի իր երկիրը թեպի Թուրքիա գասեցնել փորձելով ստեղծել Սուրիո մեջ բաֆերի շրջաններ, ինչպես կսեն հայերեն buffer zone, չեմ գիտեր, Հայաստան կսեն բուֆերային կոդի, որ ճիշտ հայերենը չի անշուշտ։ Ուրեմն բաֆերի կոդի մը ստեղծել Սուրիո մեջ եւ մտան Սուրիա բանակը, թուրքական բանակը մտան Սուրիա, ստեղծեցին թուրքական շրջանը, ուրեմն Սուրիո հյուսիսը եւ հյուսիս արևելքը։ Այս buffer zone-ի ստեղծման նպատակները բազմաթիվ էին։ Առաջին, որ հավելյալ քաղաքականներ չմտնեն Թուրքիա եւ Թուրքիո եկած արդեն քաղաքականները վերադառնան Սուրիո, as Թուրքիո հսկողության տակ գտնվող հողամասերու մեջ հաստատվին եւ Թուրքիո փերը նվազեցնեն այդ տեսակետին։ Երկրորդ եւ գխորիմ ավելի կարեւոր նպատակներ Թուրքիո արգելել, որ Քուրդիստանի նավար շրջանը ստեղծվի Սուրիո հյուսիս արևելքի շրջանում։ Եվ ուրեմն օգնել Սուրիո ընտիմատիր ջիհադիստ ընտիմատիր ուժերուն Սուրիո մեջ։ Հիմա ըստ երևույթին այսօրերս խոսակցություններ կան Թուրքիո մեջ, որ նման օրինակ բան ստեղծեն Իրանի մեջ, որբեսի առաջին արդիվ արգելեն իրանցի քաղաքականներու մուտքը Թուրքիա, որտեղ կսպասվի, որ մեծ թիվով իրանցի քաղաքականներ Թուրքիա անցնին, միլիոնեն ավելի քաղաքականներ Թուրքիա անցնին, եւ գրգին Սուրիո նման ավելի կարեւոր արգելեն, որ Քուրդիստանի մեջ, եթե իսկապես քաոս ստեղծվի, pedagoganությունը անգում նշանակե Իրանի մեջ, արգելեն, որ քուրդերը որ քուրդ փոքրամասնությունը Իրանի մեջ, որ գփնագին Իրանի հյուսիս արևմտյան անգյունը, ասենք, Հայաստանի եւ Թուրքիո մոտ, արգելեն իրենց ստեղծեն իրենց ինքնավար շրջանը Իրանի մեջ։ Այսինքն Թուրքիան իսկապես ալերժի ունի Քուրդիստանի որևէ մեկ ինքնավար շրջանը ստեղծվելուն դարածքը իր Թուրքիո մոտ գտնվող դարածքաշրջաններում մեջ, որտեղ ադիգա պիտի ուրեմն ներշնչեն նաև Թուրքիո քուրդերը ինքնավարություն պահանջեն Թուրքիո մեջ։ Ուրեմն գխորիմ, որ հավանականությունը չեմ գրնար դուրս բանել, որ թուրքերը մտնան Իրան, որբեսի ուրեմն Իրանի մեջ նաև buffer zone-ը ստեղծեն, նախ որ բաները քաղաքականները չմտնան Թուրքիա եւ մնան այդ buffer zone-ի մեջ իրենց հսկողության տակ, եւ երկրորդ արգելեն քուրդերուն, որ ստեղծեն իրենց ինքնավար շրջանը Իրանի դարածքաշրջանի մեջ։ Ուրեմն ինչ կվերապերի Հայաստանի մեկ այսպես ասենք վտանգ կգնան ներկայացնել Թուրքիո ներթափանցումը Իրանի մեջ։ Երկրորդ վտանգը, որու մասին ձեր գաղտնիքը կուզեի ունենալ, Իրանը մասնադելու իսրայելյան քաղաքականության
ամենատվս նպատակներու հետևանքը Հայաստանի համար մասնավորապես երբ խնդիրը կվերապերի իրանյան բարձկական ադրբեջանի, այսինքն Ադրբեջանի, որ ազերիներու գոմե փնակված է թրքախոս եւ շարժումներ արդեն իսկ գոյություն ունեցած են անցյալին եւ ներկային, որը վրա նաեւ գիտենք, որ Միացյալ Նահանգներու սպասարկությունները կաշխատեին երկարադեն, որովհետեւ կարողանան զիրենք պետք եղած բարակային կազմակերպել։ Այսինքն, եթե այսօր Բարսկաստանը մասնատվի, Իրանը մասնատվի, երկրորդ վտանգը կգնա ներկայացնել նաև ինքնավար կամ չեմ գիտեր ավելի նույնիսկ ավելի անչադված, անչադողական բան ունեցող դրամատուրգություններ ունեցող ադրբեջանիմը քոյությունն է։ Ինչ կմտածեք այս մասին եւ Թուրքիայի դակադարությունը ասող մեջ։ Երկու վտանգ կա հոս։ Առաջին, որ եթե Թուրքիան իսկապես buffer zone ստեղծի Իրանի մեջ, կնշանակի, որ Հայաստանի գաբը Բարսկաստանի հետ ընդհանրապես կգդրվի ամբողջությամբ։ Եվ բեչունին այսօր խոսելու թե ինչքան կարևոր է Հայաստանի գաբը Բարսկաստանի հետ, մանավանդ երբ նկատի առնենք, որ դակավին Թուրքիո սահմանը չէ բացված Հայաստանի, դակավին Ադրբեջանի հետ շատ քիչ երթևեք կա Պերնադարերու եւ Վրաստանի հետ գաբը Հայաստանի նվազագույնը ասենք վստահելի չէ, նվազագույնը վստահելի չէ։ Հիմա ասի առաջին հարցն է որ կստեղծի Հայաստանին քաղաքականներուն ուրեմն կալեն անտին պետք է ասել երկրորդ վտանգն է որ կներկայացնի մեր գաբը Հայաստանի գաբը Բարսկաստանի հետ գդրվիլ է երրորդ վտանգը այն է որ արդյոք եթե Թուրքիան իսկապես մտնա Բարսկաստան կամ առանց մտնալու ինչ թերագադարություն կվերաբահե Ադրբեջանի Իրանի մեջ եւ ազերիներուն Իրանի փոքրամասնություն գազմող, այսինքն խոշոր փոքրամասնություն գազմող 15-20 միլիոն գազմող փոքրամասնության Բարսկաստանի մեջ կրգին արդյոք ասիգա պիտի ուրեմն հանքի այն եզրակացության որ Ադրբեջանը պիտի ընդլայնվի Բարսկաստանի մեջ թե ազերիներու ինքնավար շրջանը ստեղծվի Բարսկաստանի մեջ այս բոլորը Հայաստանին իսկապես ուրեմն ավելի գարանցնացնե շրջանի մեջ եւ վտանգ կներկայացնի ուրիշ հարցում ինչ կվերապերի թրիփի այն ճանապարհը որու վրա Հայաստան մեծ հույսեր դրած է որ բիդի Ռուսաստանեն եւ այսինքն մեկ կողմի Ռուսաստանեն ավելի հերանալու եւ Ռուսաստանի վրա իր ամբողջ ապահովական անվտանգության քրավը չտնելու միայն Ռուսաստանի վրա եւ Միացյալ Նահանգներու երաշխիքները ունենալու որ Ադրբեջան իջահարցակի Հայաստանի վրա Հայաստանի հարավը քրավելու համար ինչ հետևանքներ կգնա ունենալ թե այս պատերազմում եւ թե Թուրքիո հավանական կամ կարելի ներթափանցումը Իրանի մեջ Եթե Բարսկաստանը ուրեմն այս բادرազմեն վերջը դառնա ավելի գոմնագի արևմուտքի գոմնագի երկիրը թրիփի ամբողջ թրիփի ուրեմն ռազմավարական կարևորությունը կվերցվի որովհետև թրիփի նպատակները մեկը այն է որ միջին Ասիո եւ Թուրքիո միջև գաբը չանցնի Բարսկաստանեն
արևմուտքին նպատակը նույնն է, որ Բասկաստանը ամբողջովին դուրս մնա այս ուրեմն Միջին Ասիայի, Չինաստանի, Միջին Ասիայի եւ Թուրքիո միջև կորիդորի ստեղծման մեջ։ Հիմա եթե Բասկաստանը դառնա պրո ուրեմն արևմտյան երկիրը, այդ ռազմավարական կարևորությունը կվերցվի մեջտեղեն եւ շատ թյուրավ գրնան միջին Ասիային անցնելով Բարսկաստանի վրային շատ ավելի Թուրքիան գրնան միանալ Թուրքիո առանց որ պետք է լա գասպիտ ծոցը անցնելու որ բարդություն կստեղծե կորիդորին համար ուրեմն կորիդորին համար ասի մեկ բանը որ գրնա տրիպի կարևորությունը ամբողջ ռազմավարական կարևորությունը Միացյալ Նահանգներուն համար ոչ թե մի արևմուտքին համար ընդհանրապես Արևմուտքի արևմուտքին համար ընդհանրապես կարևորությունը կվերցվի մեջտեղեն նաև եթե Թուրքիան իր բաֆեր զոնը ստեղծե հյուսիսային Բարսկաստանի մեջ գրգին թերևս կարևորությունը որ Գասպիտ ծոցը անցին եւ Ադրբեջանին Հայաստանի վրա եւ Թուրքիա մտնելու կարևորությունը գրգին գրնա գործվել, որտեղ գրնան շրջանցնել այդ ամբողջը Թուրքմենստանի վրա եւ Բարսկաստանի վրա անցնել Թուրքիա։ Անշուշտ թե մինչեւ ուր կդարածվի այս buffer zone-ը, Թուրքիո buffer zone-ը։ Այսինքն այսպես կամ այնպես, եթե Թուրքիան իր աստեցությունը փերե Բարսկաստանի հյուսիս արևմուտքը տրիպի կարևորությունը գրնա նվազիլ ռազմավարական կարևորությունը գրնա նվազիլ ամբողջովին Միաժամանակ այս նպատակին անգախ նաև մյուս այսպես հերագա բանը կար նպատակը կար տրիպի մեջ արևմուտքի համար Ռուսաստանը Կովկասեն հերացնելու մասնավորապես Հայաստանին իր այսպես ասած ոտքը գդրելու մեկ բան կար հերագա նպատակ մտություն ուներ այդ առումով եւս գտնապանները փոխվի Արևմուտքի նպատակը թե Բարսկաստանը թե Ռուսաստանը հերացնելն էր հարավային Կովկասեն խոսեցանք արդեն Բարսկաստանի մասին այո Ռուսաստանն հերացնելու նպատակ կա բայց գիտեք ինչ է ես կխորին որ Ռուսաստանը այսօր ի վիճակի չէ ովև մեկ տրամակլուխ այսինքն մարդկային ռազմական կամ ռազմավարական տրամակլուխ դրամատրելու հարավային Կովկասը որտեղ այնքան բեռնարված է եւ սպառված է Ուկրաինայում մեջ որ բանը bandwidth-ը ինչպես որ գսեն անգլերեն ճունի հարավային Կովկասի մասին մտածելու արդյոք եւ ես չեմ տեսնալ թե Ուկրաինայո պատերազմը երբ կգնա վերջանալ վստահաբար ոչ այս տարի թերևս կալ տարի հազիվադոր կարգը կա ուրեմն Ռուսաստանը գխորին որ ֆակտոր չէ այս արևդուրի մեջ ասենք հարավային Կովկասը Ռուսաստանը այսօր ի վիճակի չէ բայց այս երյակը որ կոյություն ուներ Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի միջև այս երյակը այլևս կոյություն պիտի չունենա ասեցի Աբակային հավանաբար դակավին կոյություն պիտի ունենա բայց անմիջապես այս ամիսներու ընթացքին Ռուսաստանի բաժինը այդ երյակի մեջ պետք է դուրս պահվի որովհետեւ ոչ ժամանակը ոչ միջոցներ ունի այսօր Ռուսաստանը հոտ ովև մեկ Կովկաս հարավային Կովկասի մեջ ովև մեկ ներդրում ունելու Չինաստանը այդքան թյուրությամբ ես չեմ վերցնել մեջտեղեն որովհետև գմտածեմ որ ովև մեկ դվյալ չի գա անսուրճ բայց հավանական է որ Չինաստանը լուրու մունջ օգնե Իրանին
հրթիռներով, ռազմանյութերով եւ այլն եւ այլն։ Բայց նորեն ասեմ, դվյալ չկա ասողությամբ բարձավես կփորձեմ գրայել թե Բասկաստանի ռազմավարական շահերը ինչ կբահանջեն այսօր ներողություն Չինաստանի ռազմավարական շահերը ինչ կբահանջեն այսօր որ օգնի Իրանին դուրս չեմ բայր ադիգա չեմ խորիր որ պետք է անդեսենք Չինաստանի տեղեկատվությունը Բասկաստանի մեջ նաև Բեկցացնելու համար Հրեբալյան շատ այսպես հրեդորական հարցում այսօր Իսրայելի եւ Միացյալ Նահանգներու հարցակումը եւ այսինքն սանսազերծած պատերազմը լայնամասշտաբ պատերազմը Իրանի դեմ արդյոք կնշանակի միջազգային օրենքի վերջնական մահ կամ պետք է ուրախանալ որ բռնապետական բամ ռեժիմը մեջտեղեն պիտի ելե ինչ է ընդհանրապես ինչպես պետք է մտածել այսօր միջազգային իրավունքը բոլորովին ոտնագող եղած է ամբողջովին ոտնագող եւ առաջին անգամը չէ մի քանի տարիների իդեր այս բանը կշարունակվի եւ ոչ միայն Թրամփի կողմէ նախորդ իշխանությունների կողմէ Միացյալ Նահանգներու Իսրայելը իր ուզածը կգնա անել եւ ամբողջ միջին արևելքը իր բանով պիտի ծավալորե իր շահերու համեմատ պիտի ծավալորե եւ մի հատ մյուս կողմէ Իրանի իշխանությունները տասնյակ հազարավոր մարդիկ սպանեցին եւ այլն այս երկուքի միջև ինչպես պետք է թիրքավորվենք մենք բացի Հայաստանի անվտանգության խնդիրներեն եւ Հայաստանի շահերեն մեկնել է Այն ինչ որ Իսրայելը այսօր սանձարձակեց շրջանի մեջ Ամերիկայի օգնությամբ դժբախտաբար վտանգ է բոլոր փոքր երկիրներու համար վտանգ է բոլոր փոքր երկիրներու համար միջազգային օրենքի ոտնագողումները ընդհանրապես վտանգ են փոքր երկիրներու համար մեծ երկիրները պետք չունի միջազգային օրենքին մեծ երկիրները ուժով է որ գաշխատին այսօր 20 տարի է վերադարձած են արդեն ուժի կորզաթման եւ իրենց չի հետաքրքրել թե միջազգային օրենքը ինչ կբարդացրե ինչ կբահանջե ինչ կարգիլ է իրենց մե Կարևորը այն է որ իրենց ուժը կարողանան սանձարձակ օգտագործել կորզածել իրենց ուզած ձևով Իսրայելի իրաց այսօր այս ուրեմն միջազգային հարաբերություններու ձևակերպի չափազանցված կորզաթրումն է Okay. Այսինքն մեզի թեր չի կար, այսինքն մեզի ովև մեկ ձևով օգտագործություն չի կրնարկել։ Մեզի սելով Հայաստան որպես փոքր բեդություն։ Երբ որ միջին ուժի բեդությունները Թուրքիա Եվրոպայի զանազան երկիրներ եւ այլն նույնպես կմիանան ասկեր բեդություններու ոտնագողումներու միջազգային օրենքի փոքր բեդություններն է որ գործընծներ փոքր բեդություններն է որ գդուժեն ասի մեզի օգտակար չի կրնալ եւ մենք պետք է պաշտպանողները մեկը լանք Հայաստանը սելով մենք սելով Հայաստանը սել գուզեմ պաշտպանողները մեկը պետք է լանք օրենքի աշխարհին միջազգային օրենքի քերագայության Շնորհակալություն Հրեբալյան այս գարշ հարցազրույցի համար Հիշեցնեմ, որ մենք խոսեինք Հրեբալյանի հետ, որ միջազգային բանակցություններու, խաղաղության բանակցություններու մասնակետ է եւ վերջին տարիներուն Carter Institute-ի նախագահ Carter-ի անվան հիմնարկի հագամագդություններու լուծման մասնաճյուղի բաժնի դնորեններ եւ որ հիմա հերինագած է քիրքը, որ այս օրերուն լույս պիտի տեսնե անգլերենով եւ Աբա հայերենով, որուն անունն է անգլերեն Anatomy of Peacemaking, Nagorno-Karabakh Conflict and Missed Opportunities հայերենը անգլերենը արդեն լույս տեսավ անցյալ ամիս հայերենը այս ամսու 24 երկու շաբթի վանդացքին լույս կտեսնա Երևան
Անհամբեր կսպասենք շնորհակալություն այս հարցազրույցի համար, ցտեսություն։ Ես եմ շնորհակալ։